Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Ով պիտի գլորի գերեզմանի քարը մեզ համար Մեկ ասեց ես հրեշտակները Ով պիտի գլորի գերեզմանի քարը մեզ համար Այսպես կարծես մեր օրերը տեսած մտահոգության մեջ տագնապով վախով զգուշությամբ սարսափով անորոշության զգացումներով յուղաբեր կանայք ընթանում էին դեպի Քրիստոսի գերեզմանը օրենքը կատարելու համար օծելու նրա մարմինը յուղով, խունկով եւ այդպես իրենց հարգանքը ընծայելու իրենց ննջեցյալ որդուն եւ ուսուցչին Այս միտքն էր անընդհատ իրենց անհանգստացնում Ով է մեզ համար այդ տկար կանանց համար միայն մարմնով թույլ թվացող կանանց համար այդ հսկայական գերեզմանի քարը գլորելու Ով պիտի բացի այդ գերեզմանի դուռը որտեղ իրենք մուտք կգործեին իրենց պարտքը կատարելու Միևնույն ժամանակ մտածում էին, որ այդ գերեզմանը պիտի իրենք կարողանան նաև թափանցել, որովհետև հսկվում էին զինվորներով Եվ ով հրաշք այդ քարը գլորված էր եւ իրենց համար թվացյալ Հիսուս այնտեղ չէր Ձայնը հրեշտակային հիշեցրեց իրենց Մի վախեցեք Գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Ինչպես որ եւ ինքը խոստացել էր։ Սա պատմություն չէ միայն։ Սա միայն արձանագրված, հնարված, հորինված դեպք չէ։ Սա մեր կյանքն է, մեր կյանքը, մեր ապրածը, մեր չապրածը, եթե կուզեք իմանալ, մեր ապրելիքը կամ մեր չապրելիքը։ Այսպես է եղել այդ պատմությունը, բայց դա ուղղակիորեն առնչված է մեր այսօրվա հետ։ Ես չեմ հավատում, որ կա մեկը մեր կյանքում ինքնությամբ, ժառանգությամբ, ինքը իրեն ճանաչող հայ մարդ, Քրիստոսին հետևող մարդ, որի ինքնությունը որպես հայություն ուղղակիորեն մխրճված է Քրիստոսի ինքնության մեջ,
Չեմ հավատում կա մեկը, որ չի մտածում, չի տագնապում, չի վախենում, չի մտահոգվում, թե ով է այդ գերեզմանի քարը մեզ համար գլորելու։ Ընդունենք, չընդունենք, խուսափենք, չխուսափենք, մերը դարձնենք կամ փորձենք այս կամ այն կեղծ մխիթարության գործիքներով հեռացնել մեզանից, մեր կյանքի վրա քար է դրված գերեզմանի։ Դա իրականությունն է, ով զգում է, ապրում է այդ տառապանքը, ապրում է այդ մտահոգությունը, ապրում է այն մնացած բոլոր տեսակի ցավերը, որոնք այցելել են մեր կյանք։ Մեր ձեռքով կամ թշնամու միջոցով, անկախ նրանից ինչ տեսակը նա։ Եվ այսօր հարության զատկական ավետիսը այս օրերի ընթացքին անընդհատ կրկնել եմ, չի կարող լինել միայն օրացույցի մեջ արձանագրված դեպք, օրացույց, օր, սոսկ մի տոն, որի հերոսը ֆիզիկապես ներկա չի։ Մի տոն, որի մասին մենք խոսում ենք և միգուցե նաև չենք էլ պատկերացնում։ Սա տոնը մարդու անմահության, մահվան հաղթանակի, մահվան վրա հաղթանակի, մարդու քաջության, համարձակության, ինքնության ապրումի, հարազատության, Քրիստոսին հետևելու, այն Քրիստոսին, որի ճանապարհը փափուկ չէր, որի ճանապարհը տնտեսություն չէր, որի ճանապարհը առևտուր չէր, որի ճանապարհը ապրանքաշրջանառություն չէր, որի ճանապարհը տարբեր տեսակի կոմունիկացիոն գծեր չէին, նրա ճանապարհը խաչն էր, խաչը, որը ընտրել ենք մենք, ընտրել ենք, ոչ թե թեթև, ոչ թե երբ մեզ հարմար է այդպես ինքներս մեզ փորձելու իբր թե նույնացնելու, այլ որպես ճշմարտություն բացված մեր գլխին, խաչն էր իր ճանապարհը, սիրո ճանապարհը, զոհաբերության ճանապարհը։ Կտրեք մեր ընտանիքներից, մեր կյանքից եւ այդ սերը, եւ այդ զոհաբերությունը, կմնանք սոսկ կենսաբանական, եթե չասեմ կենթանաբանական գոյություններ, ուտող, խմող, վատնող, սպառող, ոչնչացնող եւ ոչնչացող։ Ինչպես երեք գիշեր եմ ասել, 1 մետր ավել, 1 մետր պակաս գերեզմանի ենթակա, որի գոյությունը ոչ ոք չի տեսնելու, ոչ ոք, նույնիսկ հիշողությունն էլ չեն ունենալու մեր կյանքի մասին, բացի երևի թե մատների վրա մի քանի հոգի։ Ինչ կյանք է դա։ Ինչի մասին է մեզ այսօր պատմում մեր Տերը։ Պատմում է անմահության մասին, ժողովուրդ։ Խորեք ձեր անմահության մասին։ Խորեք անմահ ճակատագրի մասին, խորեք բարի հիշատակ, հաղթանակած հիշատակ թողնելու մասին։ Կյանքը կանցնի։ Մենք մի ժամանակ առաջ այսպես հրեշտականման էինք, այսօր այլևս այլ ուրվագծով, գծագրված մարդկային տեսքով, վաղը բոլորովին այլ, են մյուս օրը մեր դեմքը երևալու է միայն շիրմաքարից։ Սա է ճշմարտությունը, մնացած բոլորը ածանցվում են դրա հետ։ Սա գերագույն ճշմարտությունն է, եւ ես չեմ դադարելու սրա մասին խոսել, հիշեցնել ձեզ, սիրելի իջևանցիներ, սիրելի տավուշեցիներ, մի փոխեք ձեր անմահությունը ժամանակի, կենցաղի բերած այս կամ այն փաթեթավոր, գունավոր, թղթի եւ բարիքի հետ։ Եվ այսօր
անմահության այս տոնին, հաղթանակի հիշեցումին, ես չեմ կարող, ինչպես ամեն օր, ամեն ժամ, ամեն գիշեր, երբ մտնում եմ մեր երկնակամարը, եւ ամեն առավոտ, երբ արևը բացվում է, նույնիսկ չհասկանալով որքան է ինձ ջերմացնում, չեմ կարող այսօր չխոսել հատկապես մեր անմահների մասին։ Նրանց մասին, ովքեր հենց այդ խաչին հավատարմության ճամփով հարություն իրենց աչքերի մեջ, ձեզ, մեզ իրենց աչքերի ու կյանքի մեջ վստահ որ ոչ բոլորին ճանաչելով ընթացան հաղթանակի տեսիլքին ընդառաջ, հաղթելու մահվանը եւ այո, իրենց անմահությամբ վկայելու եւ փաստելու, մեզ փոխանցելու հավիտենականության ճաշակը միայն թե պետք է մենք զգանք դա, երակներով, սրտով, հոգով ապրենք դա, իրենց անունները հնչեցնելուց մեր շրթունքները դողան, մեր սրտերը թրթռան, մեր հոգիները ապրեն որպես ուխտ, երթում, հավատարմություն, ոչ թե որպես անցած մի բան, ոչ թե որպես որ երեք կային այսօր չկան, ոչ թե որպես որ մի ժամանակ այստեղ էին մեր մեջ, հիմա մեռած են, եւ այս բառը հենց այդպես շեշտում է մեռած են նրանք, ովքեր չեն հասկանա եւ կմեռցնեն մեր անմահներին։ Այսօր իրենց ընտանիքներն են այստեղ, ես չեմ առանձնացնում իրենց, որովհետև սա իմ մեծ ընտանիքն է, իմ կյանքն է, իրենցից են դուրս եկել, իրենցից են ծնվել, իրենցից են եկել մեր կյանքի վրա տարածվել, եւ միշտ ասում եմ, այն արյունը, որ հեղված է, ոչ թե պարզապես հեղված է ինչ որտեղ, այո, մեր հայրենիքի սրբության մեջ է հեղված, բայց հեղված է նաեւ մեր մարմնի վրա, ինչպես անձրևն է թռչում մեզ, այդպես հեղված է մեր մարմնի վրա, մեր մորթի վրա, մեր մաշկի վրա, այդպես պիտի զգա ամեն մարդ, մեծը, փոքրը, կարևոր չի, եւ մեր ընտանիքներին, երբ մենք որևէ ձևով, որևէ կերպով, հեռվից կամ մոտից, մենք տեսնում ենք, մեր աչքերը պիտի սրբվեն, մեր ծնկները պիտի դողան, մեր հոգիները պիտի փարվեն իրենք սոսկ այլևս մեզ համար մարդիկ չեն, իրենք անմահություն պարգևած մարդիկ են, սա պիտի լինի յուրաքանչյուր հայի մտքի մեջ, ոչ թե խեղճությամբ, ոչ թե ծուռ վզությամբ, ոչ մեկ չխղճա հանկարծ, հակառակ, մոտեցեք սրբվելու, մաքրվելու, ներշնչվելու, վախը փարատելու, որովհետև իրենց ենք փնտրելու, որովհետև հրեշտակի խոսքը վերստին եմ հնչեցնում, գիտեմ, Հիսուսին եք փնտրում, այստեղ չէ, որովհետև հարություն առավ, մեր տղեկն են այդպես, հարություն առած, հարության մեջ, անմահության մեջ, բայց դրանից մեր օգուտը որն է, ինչն է մեր նույնությունը իրենց հետ, ինչպես կասեր իմ սիրելի 10-ամյա Յուրան, ինչն է մեր նույնությունը իրենց հետ, մեր ակուստը, մեր կերածը, մեր խմածը, ինչն է մեզ իրենց հետ նույնացնում, և նույնացնում է արդյոք մեզ որևէ բան իրենց հետ, մեր դեմքը, տեսքը, թե մի ժամանակ որ բարև ենք տվել,
ոչ անմահության, խաչի եւ անմահության ճանապարհորդությունը։ Սա կարող է մեզ միայն նույնացնել, եւ դա չի լինում պարզապես, դա լինում է զոհաբերությամբ, դա լինում է սիրով, դա լինում է հայրենիք ունենալով, դա լինում է այսօր ամենավտանգված ժամանակներում մեր կյանքի, մեր արցախական աշխարհով, մեր Հայաստանի ողջ երկայնքով, առանց տեղայնացնելու որևէ կտոր է մեր երկրի, իմ տան, մեր տղերքի տան։ Սա անքննարկելի եւ անքննելի է, մեր նույնությունը միայն այդպես է հայտնվելու, չի լինելու մեզ համար որպես խաղ, չի լինելու մեզ համար որպես այս պահին այսպես, մյուս պահին այլպես, մեզ համար կամ լինելու է հաղթանակ, բոլոր առումներով, մեղքի վրա, մահվան վրա, կյանքի վրա, թշնամու վրա, ներսի թե դրսի կապ չունի, հաղթանակ միայն այն տեսիլքի, որի համար մենք այսօր տեսնում ենք մեր Տիրոջ հարության լույսը եւ մեր տղերքի պատգամը։ Ես իրենց անունով եմ խոսում, ինձ վերապահելով այդ իրավունքը։ Բազմաթիվ անգամներ եմ ասել, սիրելի ընտանիքներ, իրենք ձեզ չեն պատկանում, իրենք ձերն են, բայց ձեզ չեն պատկանում, իրենց համար համընդհանուր, հավաքական, Արցախի հաղթանակ, հայության հաղթանակ, Հայաստանի հաղթանակ, ամենօրյա ճշմարտություն է եղել եւ ոչ թե միայն սոսկ պարփակված ընտանիք իրենց, այլապես այդ անմահության ճանապարհորդությունը չէր լինի։ Այո, ձեզնից դուրս են եկել եւ ընծայվել են բոլորին, ընծայվել են Տիրոջ կյանքին, հարությանը, որի համար պարտություն գոյություն չունի, որտեղ մահը ոչինչ է, մահ չկա, որտեղ հավիտենական լույսերն են, որտեղ սրբություններն են, որտեղ վարդաններն են, որի ընտրությունը կատարել է մեր ժողովուրդը, չի ընտրել վասակներին, ընտրել է վարդաններին, իր պատմությամբ, գոյությամբ, զգացումով։ Ժողովուրդը մենք ենք կատարել այդ ընտրությունը, մենք չենք կարող ուրանալ այդ ընտրությունը, եւ այս տղերքը հենց այդ ընտրությամբ են գնացել։ Այսօր հարության տոնը, այսօր մեր մեռելությունից արթնանալու տոնը, քրիստոնյայի համար, Քրիստոսին հետևորդի համար, աշակերտի համար, մեռնել չկա, մահ գոյություն չունի, ննջում է այն մեզ համար, ժամանակավոր ննջել, հետևաբար հարությունը նաև արթնանալու տոնը, մտքով, հոգով, տեսիլքներով, երազներով, իրականացումներով, սա է մեզանից պահանջում Աստված, սա է մեզանից պահանջում մեր արյունը։ Արի ջան, արի, քո մասին շատ եմ խոսել, բալես, արի, այն աստիճանի վրա բարձացի, որ բոլորը քեզ տեսնեն, այստեղ կանգնի, ապրես, տեմքով ենք նայ։ Այս երեխու մասին շատ եմ խոսել ես, ինձ համար ճանապարհ է եղել ինքը, ուսուցում է եղել, իմ կյանքը վերատեսելու պատգամ է տվել, չի թողել, որ ես խաղաղ այսպես կոչված չակերտավոր ապրեմ, եւ նաեւ ինձ
ուխտի եւ երթումի առջև է դրել։ Մեր նահատակ եղբոր զավակն է Վազգեն Գրիգորյանի, Նարեն։ Երբ իրեն հարցրել եմ ինչ ես ուզում դառնալ, լսել եք դուք բոլորդ, բայց երևի չեք տեսել իրեն։ Հիմա երևի ուզում է ատոմային ռումբ պատրաստի։ Այն ժամանակ ասում էր ուզում եմ տանկիստ դառնալ։ Տանկիստ, այս աղջնակը։ Տանկիստ։ Բայց դա չի կարևորը։ Ինքը ամեն ինչ էլ կդառնա։ Ինչու ես ուզում տանկիստ դառնալ։ Որ հորս գործը շարունակեմ։ Հիմին Նարեի շուրթերից այդ ճշմարտությունը թողնչի ամբողջ մեր հայության ականջներին, ովքեր իրենց հայ են զգում, քրիստոնյա են զգում, այս երկրի զավակ են զգում։ Ոչ ձև թափելով, ոչ կեղծիքով, ոչ ստով, ոչ պատահականությամբ, այլ ճշմարտությամբ։ Սա է ճշմարտությունը, մնացած բոլորը կեղծ են, որ հորս գործը շարունակեմ։ Նարե ջան, քեզ չի հասնի հորդ գործը շարունակել։ Քեզ կհասնի հայրիկիդ հիշատակին մեր բոլոր զավակների հետ միասին լինել են պայծառ լուսավոր զավակը, որ միայն պատիվ եւ միայն օրհնություն կբերի ոչ միայն քո ընտանիքին, այլ բոլորիս։ Այդ գործը մեզ է մնացել շարունակելու։ Եվ մենք պիտի հասցնենք հաղթական ավարտին, անկախ նրանից մեզ ինչ են թելադրում։ Այս ամբողջ ժամանակի ընթացքին դա եմ ասել, ժողովուրդ ջան, գնացեք այսօր տուն մտածեք դրա մասին։ Մենք մոռացված ազգ պիտի գործենք որպես։ Թող լսեն բոլորը։ Թող լսեն բոլորը, մոռացված ազգ։ Այսպես է մեզ աշխարհը բնութագրել 100 տարի առաջ, երբ կոտորում ցեղասպանում էին մեզ, երբ չկար մեր բանակն ու զինվորությունը, երբ չկար մեր պետականությունը, երբ կարծում էին, որ մեզ ջնջում են աշխարհից, ուղարկում էին անապատներ, սովի եւ ծարավի էին մատնում, որփացնում, ոչնչացնում, աշխարհը մեզ ասեց մոռացված ազգ են։ Այդպես է բնութագրել մեզ։ Ես չեմ բնութագրել, իրենք ճիշտ գնահատականը տվել են։ Մեր նկատմամբ եւ մեր գործելու մասին են տվել գնահատականը։ 100 տարի հետո նույնն է պատկերը, ժողովուրդ։ Եվ այդպես մնալու է մինչև մենք չընդունենք, որ այո, մենք մոռացված ազգ ենք եւ գործելու ենք մեր մոռացված լինելուն համապատասխան։ Ամեն իմաստով գործելու ենք այդպես։ Մեր երկիրը լինելու է անվտանգ, լինելու է հզոր, լինելու է համարձակ, լինելու է քաջերի երկիր, սրբազան մարդկանց եւ սուրբերի երկիր, լինելու է ժառանգությամբ, ինքնությամբ ապրող ամեն թեթև նշույլի համար մտահոգված, տառապանքի ճանապարհով անցնող երկիր, որի վերջը հաղթանակն է միշտ կենցաղի վրա եւ ընդհանրապես։ Մենք միթե չենք ուզում այսպիսին լինել, միթե մեր երազանքները այդպիսին չեն, միթե մեր տեսիքները այդպիսին չեն, թե միայն մեր ստամոքսներն են, մեր անձնական այսպես կոչված կեղծ երջանկությունն է, որը չկա, չի կարող լինել, առանց Քրիստոսի հարության, առանց անմահության չի կարող լինել երջանկություն։ Երջանկությունը մեզ կգա այն ժամին, երբ մեր աչքերը փակենք աշխարհին փակելուց,
եւ զգանք, որ նզովված չեն գնում, այլ օրհնված։ Դա չի լինելու ոչ մի ձեռքբերումով, ոչ փողով, ոչ պաշտոնով, ոչ մի բանով։ Դա լինելու է կյանքի արժանավորությամբ։ Սա է ճշմարտությունը։ Կընդունենք, ինչպես կասեր Մամիկոնյան սպարապետը, կբարձրացնենք ճշմարտության կողմը եւ Տերը մեզ հաղթություն կտա։ Չենք ընդունի, կապրենք հենց այսպես ծնկած, կքած, ստորացած, նվաստացած, մի կերպ գոյություններս քարշ տվող, որի համար պարտությունը կլինի հաղթանակ, ոչնչացումը կլինի ձեռքբերում։ Սա անկեղծորեն մեր ընտրությունն է, ժողովուրդ։ Ոչ աշխարհն է թելադրելու մեզ, ոչ էլ ոչ ոք։ Եթե գործենք որպես մոռացված ազգ, որպես սիրո ազգ, որպես բարի կարարող ազգ, որպես քաջերի ազգ, սուրբերի ազգ, կլինի ճշմարտությունը մեր կյանքում հաղթանակող։ Հակառակը դարձյալ մեր ընտրությունը, բայց կլինի բոլորովին այլ բան։ Հետևաբար, կանանց նման յուղաբեր, մենք հարց ենք տալու և պատասխաննել ենք ասելու։ Ով է մեզ համար գլորելու այս գերեզմանի քարը։ Մենք ենք գլորելու այս գերեզմանի քարը մեզ համար։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Ձեզ և մեզ մեծ ավետիս, շատ մեծ ավետիս, Աստված օրհնի բոլորիդ։